Բարի երեկո։ Փակ TV եթերում լուրերի հետքերով հաղորդումն է։ Մենք աշխատում ենք ամենօրյա ռեժիմով, որպեսզի մեր հեռուստադիտողը մշտապես լինի տեղեկացված։ Իսկ դուք մի մոռացեք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին, օրվա ամենակարևորը բաց չթողնելու համար։ Առաջիկայում սպասվում են նոր բացահայտումներ։ 168 թեյմի տեղեկություններով 3 արտառոց սկանդալային դեպք է տեղի ունեցել Արդարադատության նախարարության Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում, որը ծածկադմփոց է արվել քրեակատարողական ծառայության կողմից։ Նուբարաշեն ՔԿԻ օպերատիվ բաժնի պետ Կարեն Գրիգորյանը իր աշխատասենյակում բաժնի օպերատիվ ծառայողների հետ ծեծի է ենթարկել ռեժիմի աշխատակիցներից մեկին, ծեծն ուղեկցելով այլանդակ հայհոյանքներով։ Սա ամենևին առաջին դեպքը չէ։ Այդ անձինք մշտապես հայոյում, վիրավորում ու ծեծի են ենթարկում քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներին եւ նրանցից շատերը աշխատանքից ազատվել են հենց այդ պատճառով։ Նուբարաշեն ՔԿԻ օպերատիվ բաժնի գողականներին թևեր աղբյուրի փոխանցմամբ տարիս են ՔԿԾ Վերնախավից։ Հետաքրքիր է, իսկ ՔԿԾ օպերատիվ վարչության պետը, օպերատիվ աշխատանքները համակարգող ՔԿԾ պետի տեղակալը տեղյակ չեն այս իրավիճակից, չգիտեն ինչ է տեղի ունենում։ Թե գիտեմ, բայց աչք եմ փակում։ Ուշագրավ է, որ միլիոններ ծախսեցին, ՔԿԾ-ում օպերատիվ կառավարման կենտրոն բացեցին, բայց նման դեպքերը կոծկվում են։ Այդ կենտրոնում մարդ էլ չկա, բոլոր աշխատակիցները կամ գործուղվել են Արմավիր քրեակատարողական հիմնարկ, կամ աշխատանքից ազատվել են եւ հիմա օպերատիվ կառավարման կենտրոնում ընդամենը 1-2 աշխատակից կա, ովքեր օրը 24 ժամ պետք է հետևեն քրեակատարողական բոլոր հիմնարկներում տեղի ունեցողին։ Հատկանշական է, որ քրեակատարողական ծառայության պետի տեղակալ Սահա Գրիգորյանը հույս ունի նոր տարուց հետո դառնալ ՔԿԾ պետ, իսկ եթե այդ ժամկետում չհաջողվի, գոնե ընտրությունից հետո։ Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողի գործով դատավարությունը մեկնարկել է գրավոր ապացույցների հետազոտման փուլը։ Ամենակարևոր ապացույցն այն էր, որ 2022-ից 23 թվականներին ինժեներասակրավորների վաշտին վառելիք չի հատկացվել։ Ազատ գյուղի կացարանը պետք է ջեռուցվեր էլեկտրական տաքացուցիչով։ Պարզվում է, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբից այդ տաքացուցիչները չեն տրամադրվել։ Ապացույցներով հիմնավորվում է, որ վառելանյութ չի հատկացվել։ Ենթադրաբար կացարանը պետք է ջեռոցներով տաքացվեր։ Այդ ձմեռ առհասարակ չպետք է կացանում վառարան լիներ։ Եթե ջեռուցումը էլեկտրական տաքացուցիչով լիներ, ապա գուցե այս ողբերգությունն էլ տեղի չունենար։ Կացանի հրդեհից 1.5 ամիս առաջ զինված ուժերի թիկունքի պետը, ով նաև այդ ոլորտը համակարգողն է, իրականացված ծառայական քննությունից հետո հանգել էր հետևության, որ հակահրդեհային համակարգը զինված ուժերում վատ վիճակում է, ճգնաժամ կա ու խնդիրները շուտապույտ լուծում են պահանջում։ Այս մասին նիստի ժամանակ ասաց տուժողի կողմի ներկայացուցիչ փաստաբան Նորայր Նուրիկյանը։ Նրա խոսքով ստացվում է, որ դեպքից ընդամենը 1.5 ամիս առաջ ամենաբարձր մակարդակով է ասվել, որ այդ ոլորտում փնթի վիճակ է։ Նորիկյանը նշեց նաև, որ այդ ժամանակվա ուսումնասիրությունները ցույց էին տվել, որ անհրաժեշտ է վերափոխել հակահրդեհային պայքարի ամբողջ համակարգը, ըստ էության 760-ով ավելացնելով հաստիքները։ Գլոբալ խաղաղության ինդեքսը հրապարակել է 2025 թվականի աշխարհի երկրների խաղաղության ինդեքսը։ Պետությունների ցանկում ներառված է 163 երկիր։ Ըստ արդյունքների երկրորդ համաշխարհային պատերազմից հետո պետության մակարդակով հակամարտությունները զգալիորեն ավելացել են, իսկ բազմաթիվ երկրներ էլ մեծացրել են իրենց ռազմականացումը, մինչդեռ որոշ երկրների հաջողվել է պահպանել խաղաղությունը։ 2025-ի աշխարհի ամենախաղաղ երկրների ցանկը ներկայացնում ենք ստորև՝ Իսլանդիա, Իռլանդիա, Նոր Զելանդիա, Ավստրիա, Շվեյցարիա, Սինգապուր, Պորտուգալիա, Դանիա, Սլովենիա, Ֆինլանդիա։ Ցանկի 58-րդ տեղում Հայաստանն է, 95-րդ տեղում Ադրբեջանը, 109-րդ տեղում Վրաստանը, 142-ում Իրանը, իսկ Թուրքիան զբաղեցրել է 146-րդ տեղը։ Թուրքիան 14 երկրներից մեկն է, որ ներառված է ավելի քան 5 արտաքին հակամարտության մեջ։ Այդ հակամարտությունների թվում առաջատար են հատկապես Սիրիան եւ Եթովպիան։ Նշվում է, որ սառը պատերազմից ի վեր իրենց համաշխարհային ազդեցությունն ընդլայնող երկրների թիվը եռապատկվել է, ու այդ երկրների թվում են Թուրքիան, Միացյալ Արաբական Էմիրությունները, Վիետնամը, Հարավաֆրիկյան Հանրապետությունը։ 17-րդ դարի Սուրբ Ամենափրկիչ վանքը, որը գտնվում է օկուպացված Արցախի Տոնաշեն բնակավայրի մոտ, այժմ բռնազավթված Ադրբեջանի կողմից ենթարկվել է վնասման։ 2024-ից 25 թվականներին հեռացվել է վանքի մետաղյա ծածկի մեծ մասը, որը տեղադրվել է 2009 թվականին Արցախի Հանրապետության իշխանությունների կողմից։ Սուրբ Ամենափրկիչ վանք համալիրը ընդգրկում է վանական եկեղեցի, մատուռ եւ օժանդակ շենք խաչքարերով ու արձանագրություններով։ Աղբյուրները հիշատակում են նաեւ 1888 թվականի վերականգնում։ Սուրբ Ամենափրկիչ վանքը Ադրբեջանում ընդգրկված չէ հուշարձանների
պետական ցուցակում, հայկական մշակութային ժառանգության համակարգված ոչնչացումը, աղավաղումն ու յուրացումը Արցախի բռնազավթված տարածքներում այլևս չի կարող դիտարկվել որպես անփութության դրսևորում կամ ռազմական գործողությունների երկրորդական հետևանք։ Տեղի ունեցող գործընթացները կանխամտածված, երկարաժամկետ եւ համակարգային պետական դոկտրինի դրսևորումներ են, որոնք ուղղված են հայկական մշակութային հետքի լիարժեք վերացմանը, եկեղեցիների, վանքերի, խաչքարերի արձանագրությունների, ամբողջական բնակավայրերի ու բնակելի թաղամասերի ոչնչացումը, պատմաճարտարապետական հուշարձանների վերագրումները, դրանց գործառույթների փոփոխությունը, մշակութային ժառանգության յուրացումը, ինչպես նաեւ ամբողջական պատմական լանդշաֆտների պետական վերահսկողության վերակառուցումը ներկայացնում են այն քաղաքականությունը, որը գիտնականների, գիտական կենտրոնների եւ մասնագիտացված իրավապաշտպան կառույցների կողմից հաճախ բնութագրվում է որպես համակարգված մշակութային ցեղասպանություն, ուղղված բնիկ հայկական քաղաքակրթական ներկայության վերացման իր պատմաշխարհագրական միջավայրից։ Այս քաղաքականությամբ Ադրբեջանը հանդես է գալիս ոչ թե որպես տարածաշրջանի բազմաշերտ ժառանգության պատասխանատու պահպանող, այլ որպես մարդկության համընդհանուր մշակութային հարուստ ժառանգության նկատմամբ թշնամաբար գործող միավոր։ Եթե միջազգային հանրությունը չձեռնարկի համարժեք եւ արդյունավետ քայլեր, ապա վտանգի տակ կտրվի մի ամբողջ պատմական քաղաքակրթական ժառանգություն, որն ունի համամարտկային արժեք։ Դոկ կուսակցությունը հայտարարություն է տարածել։ Դատանը որոշում կայացրեց վերացնել Անդրանիկ Արմանդարյանի եւ Արման Մկրտումյանի նկատմամբ կիրառված խափանմամիջոցը տնային կալանքը։ Որոշումը ուժի մեջ է մտնում անմիջապես, ինչը նշանակում է, որ նրանք այլևս սահմանափակումների տակ չեն գտնվի։ Փաստաբանական խումբը ոչ գործընթացի ընթացքում ներկայացրել է իրավաբանորեն հիմնավորված փաստարկներ, որոնք դատանը բավարարել է։ Կուսակցությունը շնորհակալություն է հայտնում պաշտպանների թիմին մասնագիտական մոտեցման, անաչառ աշխատանքի եւ արդարությունը վերականգնելու գործում ցուցաբերած հետեւողականության համար։ Արդարությունը կարող է հիվանդանալ, բայց չի մահանում արտահայտությունը այս իրավիճակում կրկին հաստատեց իր իրական արժեքը։ Այս որոշումը կարևոր փուլ է իրավական գործընթացի մեջ եւ նոր հնարավորություն է բացում շարունակելու պայքարը մնացած հարցերի արդար լուծման համար։ Կուսակցությունը նաեւ վերահաստատում է իր աջակցությունը Վարդան Ղուկասյանի ազատության հարցում, ընդգծելով, որ բոլոր գործերի վերջնական նպատակն է իրավական արդարության լիարժեք վերականգնումը։ Եվ վերջում օրվա տեսանյութ՝ հայկական ավանդական ժողովրդական պարը ճապոնացիների ներկայացմամբ։ Այսօրվա համար այսքանը։ Իսկ դուք շարունակեք մնալ Փակ TV-ի հետ, լուրերի հետքերով եւ մի մոռացեք դառնալ մեր YouTube-յան ալիքի բաժանորդը։